Տիեզերական արդյունաբերությունը նոր հսկայի է ողջունում։ Հնդկական Sky Root Aerospace մասնավոր ընկերությունը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իր նորագույն Vikram 1 հրթիռը։ 3, 2, 1, 0 And we have liftoff of Vikram 1, India's first private orbital launch vehicle. Սա պարզապես հերթական արձակումը չէ։ Մինչև այս պահը տիեզերական շուկայում նմանօրինակ հրթիռ գոյություն չի ունեցել։ Vikram 1-ը իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ այն նախագծվել է հատուկ փոքր արբանյակների արագ մատչելի եւ հարմարեցված արձակումների համար, լրացնելով շուկայի այն մեծ բացը, որը տարիներ շարունակ անտեսված էր հսկա հրթիռներ ստեղծողների կողմից։ Այս ձեռքբերմամբ Հնդկաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո, որն ունի մասնավոր ընկերության կողմից ամբողջությամբ մշակված ուղեծրային հրթիռների տեխնոլոգիա եւ սեփական արձակումների հնարավորություն։ Ագաման անվանումը կրող փորձնական թռիչքի շրջանակներում հրթիռն ընդամենը 15 րոպեում հասել է շուրջ 450 կիլոմետր բարձրության։ Այն հաջողությամբ ավարտել է շարժիչի վերջնական միացման փուլը եւ ուղեծիր դուրս բերել նախատեսված օգտակար բեռը, որը ներառում էր տարբեր մասնավոր ընկերությունների պատվերներ։ NASA-ի գործընկեր հանդիսացող ամերիկյան մասնավոր տիեզերական հսկաների SpaceX-ի կամ Rocket Lab-ի փորձագետները փաստում են, որ հնդկական Vikram 1-ը դառնալու է լուրջ եւ շատ ավելի էժան մրցակից համաշխարհային շուկայում փոքր արբանյակների արձակման հատվածում։ Սա նշանակում է, որ ապագայում ամերիկյան կոմերցիոն արբանյակները NASA-ի թույլտվությամբ կարող են տիեզերք թռչել հենց հնդկական մասնավոր հրթիռներով։ NASA-ի պատմության մեջ կա մի դրվագ, որը մինչև օրս ինժեներների համար գլխավոր հիշեցում է։ Տիեզերքում աղետից փրկվելու համար երբեմն պետք են ամենափոքր հրթիռները։ Այդ իրական պատմությունը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 16-ին Gemini 8 առաքելության ժամանակ, որի հրամանատարն էր 35-ամյա Նիլ Արմսթրոնգը։ Եվ այսպես NASA-ի Gemini 8 առաքելությունը վերածվեց աղետի, երբ տիեզերանավի հիմնական շարժիչներից մեկը խափանվեց եւ սկսեց անդադար աշխատել։ Տիեզերանավը բաց տիեզերքում սկսեց կատաղի պտտվել, վայրկյանում կատարելով 1 լրիվ պտույտ։ Ուժգին գերբեռնվածության պատճառով հրամանատար Նիլ Արմսթրոնգի եւ օդաչու Դեվիդ Սքոթի աչքերը սկսեցին մթնել, եւ նրանք հայտնվեցին ուշագնացության եզրին։ Գիտակցությունը լիովին կորցնելուց վայրկյաններ առաջ Արմսթրոնգը անջատեց հիմնական համակարգը եւ ձեռքով գործարկեց կողմնորոշման փոքր հրթիռների անկախ մեխանիզմը։ Այդ փոքրիկ շարժիչների ճշգրիտ արտանետումները կամ հարվածները կանգնեցրին մահացու պտտահողմը եւ փրկեցին անձնակազմի կյանքը։ Այս իրական պատմությունը NASA-ի համար դարձավ գլխավոր հիշեցումն ու ապացույցը, որ առանց կողմնորոշման փոքր հրթիռների նույնիսկ ամենահզոր տիեզերանավը վերածվում է անօգնական մահացու թակարդի։ Հենց այս դեպքից հետո կողմնորոշման փոքր հրթիռների համակարգերի կրկնապատկումն ու անկախությունը դարձան տիեզերական թռիչքների անվտանգության ոսկե կանոնը։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։